Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագիրը, սպասվող մանրամասները քիչ անց։ Արագընթացների ջրով ծածկվելու վտանգ կա, հաղորդման ընթացքում կնշեմ, թե կոնկրետ որ արագընթացներից է պետք զգուշանալ։ Դեկտեմբերը բարեհաջող էր բենզինի գնի համար։ Կներկայացնեմ ամենացածր գին գրանցած նահանգները ու բնականաբար ամենաբարձրերը։ Costco-ն հիանալի գործ է անում Լոս Անջելեսի բնակիչների համար, եւ խոսքը ամենևին առևտրի մասին չէ։ Կան կարևոր նորություններ կապված ԱՄՆ գործազուրկության եւ աշխատատեղերի վերաբերյալ։ Չիկագոյում զանգվածային կրակոցների դեպք է գրանցվել, իսկ Նյու Յորքում բեյսբոլի մահակով անցորդի են ծեծել, կներկայացնեմ դեպքերի բոլոր մանրամասները։ Դատարանը մերժել է վարորդական իրավունքների վերաբերյալ Թրամփի պահանջը, թե ինչի մասին է խոսքը ավելի մանրամասն քիչ անց։ Ինչպես նաև այսօրվա թողարկման ընթացքում կներկայացնեմ ԱՄՆ-ում գալիք տոնական միջոցառումները ու կխոսեմ մի նահանգի մասին, որը ամփոփում է իր մեջ ողջ Ամերիկայի ձևավորման դիմագիծը, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Այսօր Սուրբ Ծնունդ է Ամերիկայում, տարվա ամենալուսավոր ու ջերմ տոներից մեկը, եւ այս առիթով շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, մաղթելով խաղաղություն եւ լավ լուրեր ձեր ընտանիքներին։ Ես Մանու Հարությունյանն եմ եւ ձեզ եմ ներկայացնելու Միացյալ Նահանգներում տեղի ունեցող վերջին ու հետաքրքիր նորությունները։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, ապա բաժանորդագրման եւ զանգակի կոճակները ձեզ են սպասում։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով եւ գրեք, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ այսօրվա թեմաներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է այն խաղաղության ծրագիրը, որը ներկայումս Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։ Փաստաթղթի վերջնական տարբերակը ներառում է մի շարք կետեր, որտեղ ներկայացված են անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի վերականգնման ծրագիրը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակումները։ Սակայն տարածքային հարցը մնում է չլուծված։ Թրամփի պատկերացմամբ այդ հարցը պետք է քննարկեն անձամբ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին։ Ծրագրի տեքստից հետևում է, որ Կիևը պատրաստ է քննարկել Դոնբասի տարածքում հատուկ գոտու ստեղծման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը իր ներկայիս ձևով ամենայն հավանականությամբ չի ընդունվի Կրեմլի կողմից։ Մոսկվայում արդեն հայտարարել են, որ ցանկանում են փաստաթղթային ձևով ամրագրել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարումը, ինչպես նաև ստանալ պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ։ Այս օրերին ավելի քան 41 միլիոն մարդ Կալիֆոռնիայում, հարավային Նևադայում եւ հյուսիս-արևմտյան Արիզոնայում ուժեղ անձրևների պատճառով գտնվում են ջրհեղեղի վտանգի տակ։ Այդ թվում են նաեւ խոշոր քաղաքներ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Սակրամենտոն, Սան Դիեգոն եւ Լաս Վեգասը։ Լոս Անջելեսի շրջանում իշխանությունները զգուշացնում են շարունակվող տեղումների մասին։ Վտանգավոր են համարվում մի շարք խոշոր ավտոմայրուղիներ, որոնք կարող են հեղեղվել։ Դրան շարքում են I-10 ավտոմայրուղին Սան Բեռնարդինոից մինչև Սանտա Մոնիկա, US 101 ավտոմայրուղին մինչև Thousand Oaks, I-5 ավտոմայրուղին Բըրբենքի Սանտա Քլարիտայի ուղղությամբ մինչև Pyramid Lake, I-210 ավտոմայրուղին ամբողջությամբ։ Մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել երթևեկելուց այդ ճանապարհներով, քանի որ ջուրը կարող է արագ բարձրանալ։ Կա նաև վտանգ, որ որոշ ցածրադիր թաղամասեր կարող են ջրի տակ մնալ։ Ավտոմոբիլային ակումբ AAA տվյալներով դեկտեմբերը դարձել է այս տարվա ընթացքում բենզինի ամենաէժան ամիսը։ Բենզինի միջին գինը երկրում դեկտեմբերի սկզբից ի վեր մնում է $3-ից ցածր եւ այժմ կազմում է մոտ $2.86 1 գալոնի համար։ Խոսքը իհարկե Կալիֆոռնիային չի վերաբերվում։ Նահանգների միջև գները զգալիորեն տարբերվում են։ Ամենաթանկ բենզինը գրանցվել է Հավայան կղզիներում, Կալիֆոռնիայում եւ Վաշինգտոն նահանգում, իսկ ամենաէժանը Օքլահոմայում մոտ $2.30 1 գալոնի համար, այնուհետև Արկանզասում եւ Այովայում։ Ընդհանուր առմամբ բենզինը հիմա ավելի էժան է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եւ նույնիսկ 1 ամիս առաջ։ Թրամփը հայտարարել է, որ այն հեռուստատեսային ալիքները, որոնք կշարունակեն բացասաբար արտահայտվել իր MAGA շարժման եւ հանրապետական կուսակցության մասին, կարող են կորցնել իրենց եթերային լիցենզիաները։ Նա նաեւ քննադատել է The Late Show-ի վարող Սթիվեն Քոլբերին, անվանելով անհաջողակ։ Նշեմ, որ շոուն նախատեսում է փակվել 2026 թվականին։
Թրամփը քննադատել է նաև CBS, ABC և NBC մյուս ուշ երեկոյան շոուների վարողներին, պնդելով, որ թեև նրանք բարձր են վարձատրվում, բայց անտաղանդ են և չունեն դիտողներ։ Costco ընկերությունը Լոս Անջելեսում մասնակցում է բնակարանային խնդրի լուծմանը։ Այն համագործակցում է Thrive Living կազմակերպության հետ և նախատեսում է կառուցել 800 բնակարան իր նոր Baldwin Village-ի խանութի վրա։ Նախագիծը նախատեսվում է ավարտել 2027 թվականին։ Բնակարաններից 184-ը նախատեսված են ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։ Գաղափարի կարևոր մասն այն է, որ ներքևում գտնվող Costco խանութի եկամուտների մի մասը օգտագործվի բնակարանների ծախսերը նվազեցնելու համար։ Սա թույլ կտա ավելի քիչ կախված լինել պետական գումարներից։ Շենքը կստեղծվի ժամանակակից և կայուն տեխնոլոգիաներով ու կունենա բազմաթիվ հարմարություններ, այդ թվում տանիքի վրա լողավազան։ Նախագծի հեղինակների խոսքով սա բիզնեսի և մարդկանց իրական կարիքները համատեղելու վառ օրինակ է։ Նյու Յորքում ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, որը դաժանաբար բեյսբոլի մահակով ծեծի է ենթարկել պատահական անցորդին։ Հարձակումը տեղի է ունեցել ուշ երեկոյան Մանհեթենի հեղինակավոր շրջաններից մեկում։ Անհայտ անձը սև հագուստով մոտեցել է երիտասարդ տղամարդուն և մի քանի անգամ հարվածել նրա դեմքին, ապա փախել դեպքի վայրից։ Տուժածը դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ և կոչ է արել բոլոր ականատեսներին կապ հաստատել ոստիկանության դեպարտամենտի հետ։ ԱՄՆ-ում անցած շաբաթ գործազրկության նպաստի համար դիմողների թիվը նվազել է, ինչը ցույց է տալիս, որ աշխատաշուկան դեռևս կայուն է։ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով դեկտեմբերի 20-ին ավարտվող շաբաթվա ընթացքում գրանցվել է 214 000 նոր դիմում, ինչը 10 000-ով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Տնտեսագետները սպասում էին ավելի բարձր թիվ, սակայն իրական ցուցանիշը նրանց կանխատեսումներից ցածր է եղել։ Միևնույն ժամանակ կառավարությունը հայտնում է, որ նոյեմբերին ստեղծվել է 64 000 նոր աշխատատեղ, սակայն հոկտեմբերին դաշնային համակարգում կատարված կրճատումների պատճառով աշխատատեղերի թիվը նվազել էր։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ աշխատաշուկան որոշակի ճնշումների տակ է, բայց դեռ պահպանում է կայուն վիճակը։ Taylor Swift-ը Սուրբ Ծննդյան նախօրեին $1 միլիոն է նվիրաբերել երկու բարեգործական կազմակերպության՝ Feeding America-ին և American Heart Association-ին։ Երկու կազմակերպություններն էլ հաստատել են նվիրատվությունը։ Feeding America-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Swift-ին, նշելով, որ նրա աջակցությունը մեծ օգուտ է տալիս սովի դեմ պայքարի մեջ, հատկապես տոնական օրերին։ Նրա խոսքով այս նվիրատվությունը օգնում է ապահովել, որ հազարավոր ընտանիքներ սնունդ ունենան ոչ միայն տոներին, այլ նաև դրանցից հետո։ Դաշնային դատավորը թույլ է տվել, որ Նյու Յորքում ուժի մեջ մնա այսպես կոչված կանաչ լույս օրենքը, որը նահանգին թույլ է տալիս վարորդական վկայականներ տրամադրել նաև այն մարդկանց, ովքեր չեն կարող ապացուցել ԱՄՆ-ում օրինական գտնվելը։ Դատավորը մերժել է Թրամփի վարչակազմի վարորդական իրավունքների արգելափակման պահանջը։ Նրա որոշմամբ դաշնային կառավարությունը չի կարողացել ապացուցել, որ Նյու Յորքի օրենքը խախտում է դաշնային իրավասությունները։ Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Նյու Յորքի իշխանություններին, պնդելով, որ օրենքը անօրինական ներգաղթյալներին արտոնություններ է տալիս։ Սակայն դատավորը համաձայն չի եղել այդ պնդումների հետ։ Նյու Յորքի գլխավոր դատախազը հայտարարել է, որ օրենքը պաշտպանում է նահանգի բնակիչների իրավունքները և նպաստում է համայնքների անվտանգությանը։ Չիկագոյի իրավապահ մարմինները հետաքննում են քաղաքի հարավային հատվածում տեղի ունեցած զանգվածային կրակոցներով դեպքը։ Նախնական տվյալներով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո ալկոհոլային խմիչքների խանութի հարակից կայանատեղիում։ Ոստիկանության տվյալներով կայանատեղիում կանգնած 4 տղամարդկանց մոտեցել են 2 դեռևս անհայտ անձ և կրակ բացել։ Տուժածներից մեկը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք և տեղում մահացել։ Կրակոցի պատճառները դեռևս անհայտ են։ Ոստիկանությունը որոնում է հարձակվողներին։ Ավանդույթի համաձայն ամեն հինգշաբթի ներկայացնում է մոտակա օրերին սպասվող միջոցառումները։ Տոնական շրջանը արդեն ակտիվ փուլում է, և եթե մտածում եք ինչով լցնել ձեր երեկոները, ապա ուշադիր լսեք։ Նունե Եսայան Christmas Day Concert տոնական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը երեկոյան 8-ին հասցե Veranda Lounge Glendale։
Երեխաների եւ ընտանիքների համար The Bears New Year Արչի ամանորը տոնական ներկայացում այն տեղի կունենա դեկտեմբերի 27-ին եւ 28-ին ժամը երեկոյան 7-ին, իսկ հասցեն HEB Performing Arts Center։ Ուզում եք հայկական ամանորյա ֆիլմ դիտել, ապա Մոլորվածը ֆիլմի ցուցադրումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին ժամը երեկոյան 7-ին HEB Performing Arts Center Pasadena հասցեում։ Եկեք այժմ ծանոթացնեմ հումորային եւ տոնական շոուներին A Very Hairy Christmas Forum հումորային երեկո հունվարի 6-ին ժամը երեկոյան 7-ին, իսկ հասցեն Alex Theater Glendale։ Համերգներով ամփոփեմ հայկական միջոցառումները 3:33 and Friends տեղի կունենա հունվարի 8-ին ժամը երեկոյան 7-ին Avalon Hollywood Los Angeles հասցեում։ Yerevan Nights Visit Yerevan in Glendale կրկին դեմո երաժշտական երեկույթ հունվարի 8-ին ժամը երեկոյան 8-ին Veranda Lounge Glendale-ում։ Իսկ հիմա Լոս Անջելեսում եւ Գլենդելում տեղի ունեցող այլ միջոցառումների մասին։ Այս ընտրանի ներառում է ոչ միայն հայկական, այլև լայն լսարան ունեցող մասսայական եւ տոնական մթնոլորտ ապահովող միջոցառումներ։ Holiday Ice at LA Live Սառցե Սահադաշ տոնական ձևավորմամբ տեղի կունենա դեկտեմբերից մինչև հունվար, ժամերը տարբեր են։ Ըստ օրացույցի հասցե Olympic Boulevard Los Angeles։ Նայելա, արևմտյան ափի ամենախոշոր անվճար նոր տարվա տոնակատարությունը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին մինչև կեսգիշեր, հասցե Grand Park Los Angeles։ Նշեմ, որ սա ԱՄՆ-ի ամենահայտնի անվճար նոր տարվա միջոցառումներից մեկն է, կենդանի երաժշտությամբ, DJ-ներով եւ ազատ մուտքով։ Սպասված Holiday Transformation Universal Studios Hollywood-ի տոնական ձևավորումը տեղի կունենա մինչև հունվարի 4-ը Universal Studios Hollywood հասցեում։ Rose Parade Pasadena-ի ավանդական ծաղկային շքերթը տեղի կունենա հունվարի 1-ին, ժամը առավոտյան 8-ին Colorado Boulevard Pasadena հասցեում։ Նշեմ, որ սա համաշխարհային ճանաչում ունեցող շքերթ է, ծաղկային հարթակներով, նվագախմբերով եւ տոնական ներկայացումներով։ Թող այս միջոցառումները ձեզ տան ոչ միայն ժամանց, այլ նաև պայծառ հիշողություններ, իսկ մեզնից մնում է մաղթել տոնական ջերմ օրեր, լի երաժշտությամբ, ծիծաղով եւ գեղեցիկ պահերով։ Եթե Ամերիկան ունենար հիշողություն, դրա ամենախիտ էջերը գրված կլինեին Փենսիլվանիայում։ Այստեղ են ձևավորվել գաղափարներ, որոնք փոխել են ոչ միայն երկիրը, այլ ամբողջ աշխարհը։ Այս նահանգը եղել է փորձադաշտ ազատության, արդյունաբերության, սոցիալական պայքարի եւ մարդկային դիմացկունության համար։ 17-րդ դարի վերջում Ուիլյամ Փենը Փենսիլվանիան ստեղծեց կրոնական հալածանքներից փախչողների համար որպես ապաստարան։ Այստեղ օրենքը պետք է պաշտպաներ մարդուն, ոչ թե ճնշեր։ Այդ գաղափարը իր ժամանակի համար հեղափոխական էր։ Նահանգը դարձավ տուն գերմանացի գյուղացիների, իռլանդացի աշխատավորների եւ հետագայում միլիոնավոր ներգաղթյալների համար։ Հենց այս բազմազան միջավայրում ծնվեցին Ամերիկայի հիմնարար սկզբունքները։ Ֆիլադելֆիայում ստորագրվեց անկախության հռչակագիրը, ընդունվեց ԱՄՆ սահմանադրությունը եւ սահմանվեց այն կանոնը, որ իշխանությունը գալիս է ժողովրդից։ Այդ սենյակներում հնչած խոսքերը մինչև այսօր որոշում են շատ ու շատ երկրների ճակատագրեր։ 19-րդ դարում Փենսիլվանիան փոխեց ողջ երկրի տնտեսական քարտեզը։ Ածխի հանքերը, երկաթուղիները եւ պողպատաձուլարանները նահանգը վերածեցին արդյունաբերական հսկայի։ Պիտսբուրգը դարձավ պողպատի մայրաքաղաք, իսկ նրա արտադրանքով ստեղծվեցին կամուրջներ, երկնաքերեր եւ պատերազմական նավեր։ Սակայն պետք է նշեմ, որ այդ հարստությունը ստեղծվեց ծանր աշխատանքի եւ մարդկային զոհողությունների գնով։ Արդյունաբերական բումի մարումից հետո Փենսիլվանիայում որոշ քաղաքներ դուրս մնացին ժամանակից։ Սենտրալիան դրանցից ամենասարսափելին է։ Այստեղ 1962 թվականին բռնկված ածխային հրդեհը մինչև այսօր չի մարել։ Գետինը տաք է քայլելիս, ասֆալտը ճաքում է ոտքերի տակ, իսկ երբեմնի բնակավայրը գրեթե ամբողջությամբ դատարկվել է։ Սենտրալիան այսօր կենդանի նախազգուշացում է, թե ինչ է պատահում, երբ մարդ անտեսում է բնության օրենքները։ Փենսիլվանիան ունի նաև իր մութ էջերը։ Eastern State Penitentiary-ն դարձավ աշխարհի այդ ժամանակի միակ բանտերից մեկը, որտեղ պատիժը սկսվում էր լիակատար մեկուսացումից։ Այստեղ մարդուն զրկում էին ոչ միայն ազատությունից, այլև մարդկային շփումից։ Այս պատերի ներսում ժամանակ են անցկացրել բազմաթիվ հայտնի հանցագործներ, այդ թվում Ալ Կապոնեն։ Հետագայում բանտի մոդելը կրկնօրինակվեց տարբեր երկրներում, սակայն տարիների ընթացքում այն դարձավ կոշտ քննադատության առարկա։
կա որպես հոգեբանական ճնշման եւ խոշտանգման օրինակ։ Բայց Փենսիլվանիան միայն ծանր պատմությունների մասին չէ։ Սա նահանգ է, որտեղ անցյալն ու ներկան անընդհատ փոխում են իրենց տեղերը։ Երբեմն արդյունաբերական քաղաքներում այսօր բացվում են արվեստանոցներ, հին գործարանները վերածնվում են մշակութային կենտրոնների, իսկ դատարկ պահեստներում ստեղծվում են նոր բիզնեսներ։ Փենսիլվանիան ցույց է տալիս, թե ինչպես է Ամերիկան փորձում վերագտնել իրեն, փոխելով ոչ թե տարածքը, այլ դրա նշանակությունը։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի ամենաժամանակակից նահանգներից մեկում կան վայրեր, որտեղ կյանքը կարծես կանգնել է ժամանակի մեջ։ Փենսիլվանիան հենց այդ նահանգներից է։ Այստեղ ապրում են համայնքներ, որոնք գիտակցաբար հրաժարվել են ժամանակակից աշխարհի հարմարություններից։ Ամիշները չեն օգտագործում էլեկտրականություն, չեն վարում մեքենաներ եւ չեն ապրում ինտերնետի ռիթմով։ Նրանց առօրյան հիմնված է ձեռքի աշխատանքի, համեստության եւ համայնքային փոխօգնության վրա։ Այսօր Փենսիլվանիան նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Սա այն նահանգն է, որտեղ ընտրական գիշերներին ամբողջ Ամերիկան շունչը պահած սպասում է արդյունքներին։ Բայց քաղաքական պայքարին զուգահեռ այստեղ տեղի է ունենում այլ կարևոր փոփոխություն։ Երբեմնի գործարանների տեղում ծնվում են նոր բժշկական հայտնագործություններ, զարգանում են արհեստական բանականության լաբորատորիաներ, համալսարաններ ձևավորում են ապագա մասնագետներին։ Մինչ շատերը Փենսիլվանիան հիշում են որպես պողպատի ու հանքերի նահանգ, այստեղ արդեն վաղուց ձևավորվում է բոլորովին այլ իրականություն։ Այսօր Քարնեգի Մելոնը եւ University of Pennsylvania-ն ոչ թե պարզապես համալսարաններ են, այլ վայրեր, որտեղ ծնվում են տեխնոլոգիաներ եւ գիտական լուծումներ, որոնք մոտակա տարիներին կփոխեն մեր աշխատանքի, բուժման եւ ապրելու ձևը։ Փենսիլվանիան աստիճանաբար հեռանում է ծանր արդյունաբերական անցյալից եւ իր տնտեսությունը ստեղծում է գիտելիքի, նորարարության եւ մարդկային մտքի վրա։ Թեմայի վերջում ինձ մնում է ավելացնել, որ Փենսիլվանիան այն քիչ նահանգներից է, որտեղ կարելի է նույն օրը տեսնել Ամերիկայի 3 տարբեր ժամանակները՝ հիմնադիրների դարը, արդյունաբերական վերելքը եւ գիտատեխնիկական ապագան։ Այդ պատճառով Փենսիլվանիան միայն կարևոր նահանգ չէ, այն մի տարածք է, որտեղ երևում է, թե ինչպես է Ամերիկան ձևավորվել եւ ինչպես է այն վերափոխվում այսօր։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են հրապարակվել մեր սոցցանցերում։ Սուրբ Ծննդյան նախօրեին Սպիտակ տունը գործարկել է արհեստական բանականությամբ ստեղծված ուղիղ հեռարձակում, որի ընթացքում Դոնալդ Թրամփը տոնածառի եւ Բուխարիի առջեւ կարդում էր անօրինական միգրանտների ցուցակը։ Հեռարձակումը շարունակվել է գրեթե 18 ժամ։ Սանտայի անհնազանդ երեխաների ցուցակ, այս գրությամբ է Սպիտակ տունը ներկայացրել տեսանյութը X սոցիալական հարթակում։ Նյու Յորքի Քուինս շրջանում վարորդը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտների։ Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է վարորդը հետընթաց կատարում, ապա մեծ արագությամբ մեքենան ուղղում մարդկանց կողմը, ինչից հետո ավտոմեքենան բախվում է շենքին։ Միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ ԱՄՆ նախագահի Բելարուսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը Մինսկում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում նրանք անսպասելի խոսել են նիհարելու մասին։ Լուկաշենկոն նկատել է, որ Քոուլը վերջին հանդիպումից հետո նիհարել է։ Քոուլը ասել է, որ դրա համար օգտագործել է Zeb Bound տեղամիջոցը եւ նրան տվել է արտադրող ընկերության բրոշյուրը։ Սա նմանօրինակ զրույցներից հերթականն է։ Ամերիկացի պաշտոնյաները նույնիսկ քննարկել են Լուկաշենկոյին նման դեղեր մատակարարելու հնարավորությունը։ Լուկաշենկոն նախկինում բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է նիհարել։ 19 դեմոկրատական նահանգներ դատի են տվել առողջապահության նախարարությանը, քանի որ դաշնային իշխանությունները ցանկանում են դադարեցնել անչափահասների գենդերային բուժմամբ զբաղվող բժիշկների պետական ֆինանսավորումը։ ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ նման բուժումները կարող են վնասել երեխաներին։ Նրա հայտարարությունը կարող է հիմք դառնալ այդ ոլորտում աշխատող բժիշկներին հարկատուների գումարներից զրկելու համար։ Դեմոկրատ նահանգները համաձայն չեն այս դիրքորոշման հետ։ Նրանք ասում են, որ նման պնդումները գիտական հիմք չունեն եւ որ դաշնային կառավարությունը իրավունք չունի միջամտել բժշկի եւ հիվանդի միջև ընդունվող որոշումներին։ ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությունը FDA-ը հետքան չէ անում Ինդոնեզիայից ներմուծված, սառեցված հում ծովախեցգետինները, քանի որ դրանք հնարավոր է ենթարկված լինեն ռադիոակտիվ ցեզիում 137-ի ցածր ազդեցության։
Խոսքը մոտ 83800 փաթեթի մասին է։ FDA-ի տվյալներով արտադրանքը հնարավոր է պատրաստված կամ պահված լինի այնպիսի պայմաններում, որը գտնվել է ռադիոակտիվ նյութերի մոտ։ Հետկանչը վերաբերում է Direct Source Seafood LLC ընկերության արտադրանքին, որը վաճառվել է Market 32 և Waterfront Bistro անուններով։ Ծովախեցգետինը վաճառվել է բազմաթիվ սուպերմարկետներում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, այդ թվում Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Մասաչուսեթսում, Քնեկթիկուտում, Օրեգոնում և այլ վայրերում։ FDA-ը կոչ է անում մարդկանց չօգտագործել այդ ծովախեցգետինը և հետևել հետկանչի վերաբերյալ պաշտոնական ցուցումներին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը։ Կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և դրանով կիսվեք ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։